Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր օգոստոսի 1 Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզանից հետո քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո քո սերնդի համար։ Ծննդոց 17-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ով Տեր, դու ուխտ ես կապել մեզ քո ծառաների հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այժմ աղաչում ենք քեզ, թող մեր զավակներն էլ ընդգծված լինեն այդ ուխտի շնորհառատ խոստումների մեջ։ Օգնիր մեզ հավատալ, որ այս խոստումը տրված է նաև մեզ, ինչպես Աբրահամին։ Գիտեմ, որ մեր զավակներն էլ, ինչպես բոլոր մարդկանց զավակները, մեղքի մեջ են ծնվել և անօրենության մեջ են կազմավորվել։ Ուստի նրանց համար ոչինչ չեմ պահանջում իրենց բնական ծննդյան հիման վրա, որովհետև լավ գիտեմ, որ մարմնից ծնվածը մարմին է և ուրիշ ոչինչ։ Տեր, քո Սուրբ Հոգով նրանց վերստին ծնիր և դարձրու քո շնորհի ուխտի մասնակիցները։ Ես աղոթում եմ մեր սերունդների համար բոլոր սերունդների ընթացքում։ Եղիր նրանց Աստվածը, ինչպես որ իմ Աստվածն ես։ Իմ մեծագույն պատիվն այն է, որ դու արժանացրել ես ինձ ծառայելու քեզ։ Թող իմ սերունդներն էլ բոլոր գալիք տարիներին ծառայեն քեզ, ով Տեր, ով Աբրահամի Աստված, եղիր նաև նրա Իսահակի Աստվածը, ով Աննայի Աստված, ընդունիր նրա Սամուելին։ Քանզի Տեր, դու մեր ընտանիքներին շնորհ ես արել, ապա աղաչում եմ քեզ, հիշիր նաև քո ժողովրդի մյուս ընտանիքները, որոնք դեռևս զրկված են այդ օրհնությունից։ Եղիր Իսրայելի բոլոր ընտանիքների Աստվածը։ Թող քո անունից երկյուղ ունեցողներից ոչ մեկը չկրի անաստված և ամբարիշտ ընտանիք ունենալու ծանր փորձությունը։ Այս ամենը խնդրում եմ քո որդու Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։